Շարունակում է Առավոտ լսող վիքենդը տոնական տրամադրությամբ, իսկ հիմա էլ ուզում ենք ներկայացնել մեր հաջորդ հյուրին, ով արդեն տաղավարում է, իսկ տաղավարում հեռուստածրագրերի պլանավորման բաժնի ղեկավար Վարդուհի Թումանյանն է։ Բարի լույս Վարդուհի։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ, շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ առիթից օգտվելով ես նույնպես ցանկանում եմ միանալ բոլոր շնորհավորանքներին հեռուստատեսության օրվա կապակցությամբ եւ ցանկանում եմ շնորհավորել ինչպես ձեզ, առաջին հերթին եւ իմ բոլոր գործընկերներին ներկա եւ նախկին եւ հեռուստատեսությունը նախկին աշխատակիցներ չի ունենում, որովհետեւ բոլոր մարդիկ, ովքեր երբևէ առնչվել են հեռուստատեսություն կոչվող այս մեծ տոնակատարության հետ, վստահ եմ անտեսանելի թելերով կապված են հեռուստատեսությանը եւ ցանկանում եմ շնորհավորել բոլորին, որտեղ սա իրապես բոլորիս համար տոն է, մենք պատմություն ենք կերտում եւ հանդիսանում ենք այս պատմության մի մասնիկը։ Միանշանակ մենք էլ առիթից օգտվելով ուզում ենք շնորհավորել փոխադարձ եւ հետաքրքիր է, այո, ինչ հաղորդումներ ու ֆիլմեր են լինելու հայկական մեր հեռուստատեսության եւ հեռուստա աշխատողի օրվա արդիվ այսօր եթերում։ Մենք այսօր եթերում բնականաբար կանդրադառնանք մեր մեծանուն հեռուստատեսության նվիրյալ մարդկանց, այդ թվում մեր շատ սիրելի բոլորի կողմից սիրված պարոն Ռուշտունուն, միանշանակ կանդրադառնանք մեր շատ սիրելի Նառա Շլեփչյանին, ով հեռուստատեսության հիմքում է կանգնած։ Մենք ունենանք երաժշտական հետաքրքիր անդրադարձեր եւ անպայման երեկոյան եթերում 21:50-ին կարող եք դիտել երկու աստղը, որը մեր հեռուստատեսության աստղն է այս պահին եւ հաղորդումը ամբողջությամբ նվիրված կլինի հեռուստատեսության օրվան։ Հրաշալի։ Առիթից օգտվելով Վարդուհի, քանի ձեզ տեսել եւ հյուրընկալել ենք մեր ջերմ տաղավարում։ Ուզում ենք իմանալ ինչ սկզբունքով են հանրային հեռուստաընկերության ցանցը լցնում այն հաղորդումները կամ նախագծերը առհասարակ եւ ոնց է պլանավորումը իրականացվում, թե իրադարձային, թե օրացուցային տեսանկյունից։ Ամբողջական այդ գործընթացը բավականին հետաքրքիր գործընթաց է եւ բնականաբար երկար ժամանակ մենք պլանավորում ենք, մտածում ենք, թե ուսումնասիրում ենք, թե հեռուստադիտողին ինչ է հետաքրքրում եւ մենք ինչ կարող ենք առաջարկել, որպեսզի հնի եւ նորի համախումբ ունենանք եթերում եւ մեր բոլոր հեռուստադիտողներին հետաքրքիր լինի ինչ որ բան դիտել մեր եթերում։ Մենք պլանավորումը կատարում ենք ըստ հստակեցված ժամերի, թիրախային խմբերի եւ այլն, այդպես շարունակ։ Այսինքն բավականին ծավալուն աշխատանք է այդ ուղղությամբ։ Այո, իհարկե բավականին ծավալուն եւ չափազանց հետաքրքիր եւ շատ հագեցած, որովհետեւ մենք օրվա պլանավորում որպես այդպեսին մեր մոտ չկա, մենք ժամանակահատվածի տեսանկյունից ուրիշ ժամանակահատվածում ենք ապրում, այսինքն մենք ապրում ենք ապագայում։ Եթե ձեր համար այսօրվա օրը այսօրն է, մեր առօրյան անցնում է վաղվա մեջ, մենք պլանավորում ենք վաղը, մյուս օրը, հաջորդ շաբաթը, հաջորդ ամիսը եւ այդպես շարունակ։ Իրականում գաղտնիք չէ, որ հանրային հեռուստաընկերությունը մեծ արխիվ ունի, դա շատերս գիտենք, եւ ինչպես ու ովքեր են ընտրում արխիվային նյութերի կոնտենտը, որը պետք է ցուցադրվի։ Մենք բնականաբար խորհրդակցում ենք արխիվի բաժինը բավականին մեծ բաժին է, ինչպես նշեցիք, մենք ուսումնասիրում ենք, թե որ կոնտենտը կարող ենք հիմա ցուցադրել, նույն ժամանակային տեսանկյունից, որ ժամանակավրեպ չլինի եւ փորձում ենք հնարավորինս վերհանել հետաքրքիր արխիվային նյութերը, որոնք որ ժամանակակից աշխարհում նույնպես մարդկանց կարող են հետաքրքրել, կամ օրինակ մեծանուն մարդկանց մասին մենք ունենք Երևան ստուդիայի հետաքրքիր ֆիլմաշարեր, որոնք փորձում ենք թվայնացնել, բերել ավելի լավ որակի, որպեսզի հեռուստադիտողները ել ավելի լավ որակով հեռուստատեսությամբ վայելեն, ծանոթանան մեր մեծերին եւ ավելի մոտիկից ծանոթ լինեն տվյալ մարդկանց գործունեությանը։ Օրինակ թեկուզ Երևան ստուդիայի հետաքրքիր ֆիլմեր ունենք Տիգրան Մանսուրյանի երիտասարդ տարիքի, որտեղ ինքը շատ երիտասարդ 30-40 տարեկան ծաղկման շրջանում, երբ որ դեռևս շատ ու շատ հետաքրքիր ստեղծագործություններ գրված չէին, թե ինչպես է նա ոգեշնչված, ինչպես երիտասարդ կոմպոզիտոր, ինչպես է շրջում Երևանում, մենք ունենք նմանատիպ ֆիլմեր, որոնք որ մեզ հեռուստադիտողին հաղորդակից են դարձնում տվյալ ժամանակաշրջանին եւ բնականաբար լինում է շատ հետաքրքիր մեր հեռուստադիտողների համար։ Հրաշալի։ Շատ հետաքրքիր, բայց լինում է, չէ՞։ Լինում են դեպքեր, երբ որ ինչ-ինչ իրադարձություններով պայմանավորված ստիպված ենք լինում եթերաժամը այսպես խառնաշփոթի ենթարկել կամ փոփոխություններ անել, եթե դրանք ֆորս մաժորային իրավիճակներ են։ Այո, ինչպես է քանի որ եթերը շնչող օրգանիզմ է, անընդհատ մենք շնչում է եթերը, որովհետև մենք ունենք ուղիղ եթերներ, ունենք չնախատեսված հատուկ թողարկումներ, դրանով պայմանավորված մենք անընդհատ շարժման մեջ ենք եթերում եւ փորձում ենք ճկունությունը պահպանելով մեր ցանցը հնարավորինս չշեղել, որպեսզի մեր հեռուստադիտողներն իրենց սպասած ժամերին իրենց նախընտրելի հաղորդումները դիտելու հնարավորությունը չկորցնեն։
օրինակ հեռուստասերիալներ ունենք, որոնց որ հետևող մարդիկ բավականին շատ են, որպեսզի նրանք իրենց սիրելի հեռուստասերիալը իրենց ժամին տեսնելու հնարավորությունը չկորցնեն։ Մենք փորձում ենք այդ ամենը ապահովել հեռուստադիտողների համար։ Նույնիսկ այդ տեսակ տատանումների ժամանակ։ Շատ հետաքրքիր է, դուք ապրում եք ապագայում, պլանավորում եք մեր ապագան, բայց միևնույն ժամանակ մեր ներկայում էլ կաք ինտենսիվ։ Երկու ժամանակներում էլ ապրում են։ Պլանավորման բաժնում։ Ինչ-որ շատ կախարդական ու հեքիաթային աշխատանքի նման է։ Բավականին հետաքրքիր Ձեզ զուգահեռներ համար են։ որպես ղեկավար, արդյոք պարտադիր է, ենթադրում եմ, որ այո, պարտադիր է, բայց հետաքրքիր է ձեր պատասխանը, եթերացանցում բոլոր հաղորդումները դիտելը։ Դա ֆիլմեր, մուլտֆիլմեր, ժամանցային, մշակութային, այսինքն բոլոր եթերացանցում տեղի գտած հաղորդումները դուք պետք է դիտեք, պարտադիր թե ոչ։ Իմ կյանքում այնպես է դասավորվել, որ այդ տեսանկյունից եթե ասեմ, իմ բախտը բերել է ինչով, որ աշխատանքային պարտավորությունները, պարտականությունները համընկնում են իմ անձնական հետաքրքրությունների հետ։ Եվ ես ոչ միայն որպես այդ ամենի կազմակերպիչ եմ դիտում եւ որպես մասնագիտական պարտականություններ եմ դա կատարում, այլ ինձ իրապես հետաքրքիր է բոլորը այնինչ ես թվարկեցի, բոլոր հաղորդումները եւ մենք առհասարակ ինչ ենք ցուցադրում, որովհետեւ որպեսզի դու կարողանաս հասկանաս ուրիշներին, դու նույնպես սպառողի տեսանկյունից պետք է այդ ամեն ինչը դիտես եւ նայես։ Եվ ես ինքս նույն փաստագրական ֆիլմերն, գեղարվեստական ֆիլմերն են կամ երաժշտական թողարկումներն են, փորձում եմ ոչ միայն որպես մասնագիտական աչքով դիտել, այլ որպես հեռուստադիտող դա ինձ բավականին հետաքրքիր է։ Հրաշալի։ Հրաշալի, այո։ Վարդուհի, դե քանի որ օրը տոնական է, մենք ուզում ենք ձեզ հետ խաղ խաղալ, դեմ չեք։ Իհարկե ոչ։ Հայտնի խաղ կար, չէ՞, գուշակիր մեղեդին։ Այո։ Հիմա պետք է դուք փորձեք գուշակեք հաղորդումը։ Չնայած դուք առաջին ալիքում ամենալավը գիտեք բոլոր հաղորդումները։ Եվ վստահ ենք, որ դուք ամենը այսպես մի քիչ կխճճենք, ճիշտ է ձեզ, որպեսզի ավելի հետաքրքրություն այսպես մտնենք խաղի մեջ, բայց պետք է դուք մենք նկարագրենք հաղորդումը, դուք պետք է փորձեք գուշակել։ Եկեք խաղանք։ Պատրաստ եք։ Սկսիր։ Լավ, երաժշտական, երկարակյաց Երկերկոց։ եւ թեմատիկ, այո, երկերկոց։ Շատ լավ։ Գիտական, մանկական եւ ինտերակտիվ։ Ներկայիս հեռուստաեթերում արկածների հետքերով կամ փորձերոն։ Կամ փորձերոն։ Փորձը կամ փորձերոն։ Օվկիանոսից այն կողմ բազմազան եւ հայապահպան։ Ամերիկայի հայկական արմատները։ Վաու, ինտելեկտուալ, հումորային եւ մրցութային։ Այլ կերպ։ Առողջություն, ծնողավարություն, հոգեբանություն։ Ծնողական ժողով, բայց մենք նաև ունենք Եղիր առողջ հաղորդումը, որտեղ թեմատիկան պահպանվում է։ Երկու տարբերակով էլ ճիշտ էր։ Սպասել, փնտրել, գտնել։ Սպասիր ինձ։ Բանալի բառը դուք արդեն ասեցիք։ Լավ։ Ամեն օր եթերում քրտնաջան այսպես աշխատում են, գալիս են ուղիղ եթեր, միշտ դրականը պետք է փոխանցենք, առավոտյան այսպես ջղային դեմքով արտաններս մտողը միացնում է, դիտում է այդ հաղորդումը, դրականն է ստանում, այնտեղ կա տեսանյութեր, լավ երաժշտություն, պրոֆեսիոնալ օպերատորական աշխատանք, ռեժիսորական աշխատանք, սցենար, պրոդյուսեր, որ Արդեն հաղորդում է դա։ առաջին դեմքով է Չափազանց դժվար նկարագրություն էր բնականաբար եւ շատ դժվար գուշակելի, բայց իհարկե մեր բոլորի սիրելի առավոտ լուսոն։ Ոնց գուշակեցիք։ Դա գերբնական հնարավորություն է։ Վարդուհի, բրավո։ Կեցեք դուք Վարդուհի։ Պրոֆեսիոնալ մարդ է, այսպես անձեն աշկովել նույնիսկ հերվից երևում է։ Շատ շնորհակալություն իրականում ձեզ ու եւս մեկ անգամ շնորհավորում ենք այս գեղեցիկ տոնիկապակցությամբ։ Ձեզ տոնական տրամադրություն ենք մաղթում ու շնորհակալություն ձեզ, որ դուք էլ մեր տաղավարում եք, իրականում դուք շատ դրական էներգիա ունեք։ Այո։ Շնորհակալություն դուք նույնպես։ Շնորհակալություն։ Մենք շարժվենք առաջ, երաժշտություն կունենանք մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու հետաքրքիր մի տեղեկությամբ կիսվենք ձեզ հետ։